Շնորհակալ եմ։ Ես կարծում եմ, որ մենք սկզբունքորեն իրավունք չունենք համեմատելու հայկական իշխանություններին թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Հայաստանում իշխանության դրած որևէ մեկին։ Մենք կարող ենք խոսել մեր նախագահների մասին, նախորդող կառավարությունների մասին, ցանկացած համատեքստում, որ մեր սուբյեկտիվ ցանկությունները բավարարված կհամարենք, ընդ որում դա քննադատական բացասական իմաստով կլինի, թե դրական, բայց նրանցից եւ որևէ մեկին եւ որ չի կարելի համեմատել իշխանազավթ Նիկոլի մարդու, որը ատում է հայկական ինքնությունը, որը խնդիր ունի Արարատից մինչև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում եւ իր միակ ու հիմնական խնդիրը ստորացված պահելն է հայ ժողովրդին թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ։ Խոսքը իրավական համակարգի կատարելության մասին չէ, խոսքը սահմանադրության կարգավորումների մասին չէ, չնայած եթե թույլ կտակ ասեմ, Հայաստանի Հանրապետության եւ որևէ սահմանադրական փոփոխություն, այսինքն սահմանադրությունը 95 թվականի խմբագրությունով մինչև 2015 թվականի խմբագրությունների փոփոխություններ չեն նպաստել իրավական իմաստով բեսպրեդելին եւ չէին էլ կարող նպաստել, որտեվ դրանց ամեն հաջորդ խմբագրությունը ել ավելի է մեծացրել են երաշխիքները, որոնք տրված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իրենց քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների իրացման համար ու կարծում եմ այդ դինամիկան իմ գործընկերներից շատ-շատերն էլ մանրամասն օրինակներով ներկայացրեցին, ես ուղղակի չկրկնվեմ, որ դինամիկան Հայաստանի Հանրապետությունում եղել է միայն դրական։ Ես ուղղակի կխնդրեմ մեզ, որպեսզի մենք սրան, որը ծառայում է բացառապես թուրքական շահին եւ հայ ժողովրդին նվաստացած եւ կոտրված պահելու օրակարգին, իրենց համար առաջնային օրակարգին, չհամեմատենք երբևէ հայկական իշխանության հետ, որտեվ այսօր Հայաստանի քաղաքացիների իրավունքները նաեւ ոտնահարվում են մի պարզ պատճառով, որովհետեւ Հայաստանի պետականությունը փաստացի վերականգնման կարիք ունի։ Շնորհակալ եմ։